Ես սկսեմ ինչ-որ առումով տանտիրոջ իրավունքով, շատերդ գիտեք ես Նախիջևանցի եմ, մեր ընտանիքը Մասիս տեղափոխվել է, Ղուկասավան տեղափոխվել է 69 թվականին և Մասիս քաղաքում և շրջակա գյուղերում նախիջևանցիները շատ են։ Մասիս քաղաքում և շրջակա գյուղերում շատ են նաև մեր արցախցի եղբայրներն ու քույրերը և բնական է, որ խոսակցությունը շատ ավելի անկեղծ ու ճշմարիտ պիտի լինի։ Բացի իմ թվարկածներից մենք Մասիս քաղաքում ենք, Մասիս, Արարատ, որից այսօրվա իշխանությունները որ կենդանին է շատ խրտնում, այդ բառերից խրտնում են։ Եվ այն ինչ նրանք արել են և շարունակում են անել մեր երկրի գլխին, մենք բոլորս պիտի հասկանանք, որ և այն ինչ նրանք արել են և շարունակում են անել մեր երկրի գլխին, մենք բոլորս պիտի հասկանանք, որ դրանց իշխանությունից հեռացնելը և հայկական ազգային իշխանություն ձևավորը այլ ընտրանք չունի, եթե մենք չենք ուզում, որ Մասիս քաղաքը վաղը նորից անվանակոչեն Զանգիբասար։ Գիտեք, չէ, իրենք առաջ դրած Ալիևի նախապայմանը, որ իբր թե 300,000 ադրբեջանցիներ պիտի վերադառնան իրենց տները, և սրանք մի բառ անգամ չեն ասում, որ մոտ 500,000 հայեր այդ նույն ժամանակաշրջանում Ադրբեջանից բռնագաղթեցվել են։ Եվ Ալիևի, ադրբեջանցիների, թուրքերի, Թուրքիայի ոչ մի ասացի սրանք չեն հակադարձում, մեկ ուրիշ կենդանական վախից ոչ մի ձպտուն չեն անում և վերջի խայտառակությունը տեսակ Ստեփանակերտի հսկա մեծ եկեղեցին գետնին հավասարացրեցին և սա խոսում է ընդամենը Թուրքիայի դրոշը ջայրով երթի ժամանակ վառելու մասին։ Ժողովուրդ ջան, ընտրությունը շատ պարզ է։ Հայաստան դաշինքին դուք մեծամասամբ տեսել եք այս տարիների ընթացքում, իսկ նախագահ Քոչարյանի գործունեությունը վստահ եմ ծանոթ եք բոլորդ։ Այս մարդը 40 տարի, մոտ 40 տարի 88 թվականից մեր ազգային ազատագրական շարժմի առաջնորդներից է եղել, Արցախում եղել է թիվ 1-ը և իր ամբողջ գործունեությունը եղել է միայն հայկականությունը պահելը, պետական շահը, ազգային շահը վերդասելը։ Ուղղակի պիտի համեմատեք։ Ով է մեր դաշինքի ղեկավարը, ով է այս ԿՊՇ-նիկների ղեկավարը։ Ուժեղ, կազմակերպված, համարձակ, պայքարող մարդ, որը աշխարհի բոլոր հզոր պետությունների ղեկավարների հետ արժանապատիվ պինդ կանգնել է պաշտպանել մեր շահերը և վախկոտ, սուտասան, հարյուրավոր ոստիկաններով փողոցներում քայլող իր անվտանգությունը ապահովող, ինչ ասել է սուտ, ինչ խոստում տվել է դրժել է և ամոթ է, որ մենք վախկոտից վախենանք։ Հանեք ձեր միջից վախը։ Սրանք իրենք են վախկոտ, իսկ վախկոտից վախենալը ուղղակի ամոթ է։ Այս հնարավորությունը, բացառիկ հնարավորությունը սրանց ռադ անել, երկրում ձևավորել իսկապես ուժեղ հայեցի իշխանություն և ես ձեզ վստահեցնում եմ, որ նախագահ Քոչարյանի գլխավորությամբ և համերաշխություն կլինի մեր երկրում, այս թշնամանքը կվերանա և աշխատանք կլինի և տնտեսությունը կզարգանա և երկիրը ապահով կլինի և ոչ մի շուն Ալիևի մտքով չի անցնի Մասիսը անվանակոչել Զանգիբասար։ Պինդ եղեք, Հայաստան դաշինքին ընտրեք ու վստահ եղեք, որ բոլոր մեր տված խոստումները իրականություն են դառնալու ու մենք կլինելու ենք ուժեղ, կազմակերպված, այս տարածաշրջանում ամենաազդեցիկ երկիրը։ Շնորհակալ եմ։
ԺՏՑ-ը հիմա միացան։